Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-531 և հայաստանյան 060-3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել են պատմաբան, քարտեզագիր, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապան ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան և YouTube-յան էջերում։ Բարի ձեզ, պարոն Գալչյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք եւ կարծում եմ այսօր կքննարկենք մի հարց, որը բոլորին հետաքրքիր է եւ ձեր վերլուծությունը եւ ձեր տեսակետները ընդունելի են։ Պարոն Գալչյան, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ քննարկումներ արդեն մտնում են գործնական փուլ, երկաթգծի հետ կապված հարցեր կան, որոնց պատասխանները դեռ մենք չունենք, քանի որ կախված ենք Ռուսաստանի Դաշնությունից, հատվածներ կա, որ պետք է վերանորոգվի եւ այլն, բայց ամեն դեպքում այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ամենաանվտանգ սուվերեն վերահսկողությունը ապահովող սցենարը որն է երկաթգծերի հետ կապված։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես կցանկանամ իմ հավաքած տարիների հավաքած տեղեկությունները այս արդիվ փոխանցել, որպեսզի ժողովուրդը իրականությունից տեղյակ լինի։ Ճիշտ է, ես երկրում ապրում ենք, բայց շատ բաներից մենք տեղյակ չենք, ինչ է կատարվել տարբեր ժամանակներում, տարբեր տեղերում։ Երկաթգծների վերաբերյալ հենց առաջինը կուզեմ ցույց տալ այս քարտեզներից մեկը, ընդհանուրը, որը եթե քարտեզը ցույց տաք, սրանց վրա ես կմատնանշեմ, տեսեք, այս կենտրոնում այս հանգույցային այստեղ գտնվողը դա Հայաստանն է։ Կարմիրները երկաթգծերն են, որ Հայաստանից կամ այս շրջանից կանում միանում են տարբեր միջազգային ծովային նավահանգիստներ եւ այլն։ Դեպի հյուսիսը, եթե նայենք Մոսկվա գնացող երկաթուղին է, այստեղ դեպի Թուրքիայից Իսկանդերուն, Թուրքիայի միջոցով Իսկանդերուն միջերկրական ծով, այստեղ Պարսկաստանի ճանապարհով դեպի Պարսից ծոց, այստեղ էլ Ադրբեջանի ճանապարհով եւ նավով այստեղով Միջին Ասիա ճանապարհները։ 6 երկիր ունենք այս շրջապատում, մեր շրջակայքում, որոնք կարող են օգտվել այս ճանապարհներից։ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Պարսկաստանը։ Այդ բոլորը, եթե այս ճանապարհները աշխատեն, հնարավորություն կունենան օգտվել դրանից։ Բայց այստեղ այսօր մեկ խնդիր կա։ Այս քարտեզ, եթե տեսնեք, Հայաստանի շրջանի մեծացած քարտեզն է։ Կարմիրը Հայաստանի երկաթգծերն են, դեղինը Ռուսաստանի երկաթգծերն են, բաց կապույտը Թուրքիային է, մուգ կապույտը Պարսկաստանին է, որ գրում են դեպի Պարսից ծոց, մոխրագույնը դրանք Ադրբեջանի երկաթգծերն են։ Տեսեք, այստեղ այս բոլորը կաշխատեն, եթե հնարավորություն ունենան այս փոքր մասում հայկական եսգծանգերի, այս գծերից օգտվել, այստեղ մեկը դոր այստեղ, մեկ հայկական գիծ Մեղրիի շրջանը այստեղ, սա էլ Ադրբեջանով անցնող Նախիջևանի ճանապարհով անցնող ճանապարհն է։ Սա եթե բացվի, այս բոլոր 6 երկրները կարող են այս ճանապարհները օգտագործել իրենց տարբեր նպատակների համար։ Հիմա ձեզ ցույց տամ ավելի մանրակից, ավելի Հայաստանի շրջանին վերաբերող։ Տեսեք, կարմիրով գծվածը Հայաստանի սահմանն է, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պարսկաստանի հետ։ Կապույտները երկաթգծերն են, ընդհանուր, որ երկրի տարածքով անցնում է, նրան է այդ երկաթգիծը։ Այդ երկաթուղիներից այդ համարերով 3 հատ համարով նշված է, կարմիր սլակներով նշված են, մեկը Մեղրին է, համար 1-ը Սյունիքի հատվածը, Սյունիքի մարզում, համար 2-ը Հրազդանի մոտ գտնվող դեպի Դիլիջան ճանապարհն է, համար 3-ն է Իջևանից դեպի Դիլիջան ճանապարհն է, որ միանում է Ադրբեջանի Ղազախին։ Սրանց մասին Մեղրիի մասին ամենը խոսում են, ամեն օր խոսում է, անունը Ալիևը դնում է Սյունիքի Միջանցք, որ իրավունք չունի դնել, քանի որ ինքը ստորագրել է օգոստոս 8-ին, որ դա այդպիսի անուն ճանապարհ գոյություն չունի, դա Հայաստանի ինքնավար տարածքին սուվերեն տարածքով անցնող հայկական ճանապարհ է, անունը Հայաստանը կորոշի ոչ թե պարոն Ալիևը, բայց այս մյուս երկուսի մասին ընդհանրապես շատ քիչ է խոսվել։ Տեսեք, եթե Մեղրիի ճանապարհը բացվեց,
Ադրբեջանից ես երկաթգծով պետք է ապրանք իրերը պետք է գան այստեղ անցնեն Հայաստան, Ադրբեջան Մեղրիով անցնեն, հետո մտնեն Նախիջևանով անցնեն, հետո գան Կարս եւ ընդեղից մտնեն դեպի Գյումրի եւ ընդեղից մտնեն Կարս։ Այս երկար ճանապարհը պետք է անցնեն։ Այս մյուս ճանապարհները, որ ես խոսում էի, հատկապես Երևանից դեպի Դիլիջան գնացող, որ միակ խոչընդոտը ընդեղ Հրազդանի մոտ թունելն է, որտեղ 20 տարի չի օգտագործվել եւ հավանաբար գծերը երսերն են տահանվել վաճառվել են։ Տեսեք, Ադրբեջանից դուք մտնում եք Հայաստան եւ ուղղակի գալիս եք Երևան։ 4 անգամ ճանապարհը կրճատվում է։ Ոչ մի համեմատելի չի այդ ճանապարհի երկարությունը։ Իսկ եթե այստեղ մենք նախապես որոշված էր այս համար 3-ը, որ այստեղ նշված է, այս համար ներողություն, համար 3-ը, որ նշված է, այս համար 3-ը Դիլիջանից դեպի Վանաձոր ճանապարհն է այստեղ, որի մեկ մասը երկաթգիծ գոյություն ունի, 20 կիլոմետր երկաթգիծ պետք է կառուցվի, որպեսզի Դիլիջանից ուղղակի Վանաձոր գնացքը միանանք 35 կիլոմետրով։ Սա էլ արդեն մեր ներքին ճանապարհներն են եւ մենք պետք է կառուցենք։ Եթե այս կառուցենք Թուրքիայից դեպի Ադրբեջանից Թուրքիա գնացող ճանապարհը սա կլինի ուղղակի ճանապարհ 200 կիլոմետրից պակաս։ Փոխանակ ընդեղ մոտավորապես 800 կիլոմետր գնանք, 200 կիլոմետրից պակաս կմիանանք։ Իսկ ինչու՞ չէ այդ ճանապարհների մասին խոսում եմ, դրա մասին խոսում եմ, մտածում եմ, բայց արդյոք քանի որ սրանք այսօրվա որ մեր ճանապարհների երկաթգծերը Ռուսաստանի հսկողության տակ են, նրանք են ղեկավարում, նրանք ինչպես աշխատեն եւ այլն, եւ նրանք պետք է վերականգնեին ինչ որ պետք էր, Ռուսաստանը չի կատարել իր հանձնարարությունը։ Կարծես թե վարչապետը ակնարկեց, որ ակնկալում ենք, որ նրանք կհասկանան եւ մեզ կաջակցեն, իսկ եթե ոչ, ապա բարեկամական ձևով ինչ որ լուծումներ կգտնի։ Գիտեք ինչ կա, եթե պայմանագիր ունեք, որ պետք է այսքան X գումար ներդրում լինի այս 10 տարվա ընթացքում, այդ գումարը չի ներդրվում, բարելավումները չեն կատարվում, ուրեմն պայմանագիրը խախտել է այդ կողմը։ Դա արդեն միջոց է պետք է ծառայի, որ այդ պայմանագիրը չեղարկվի։ Ես իրավաբան չեմ, բայց այդ շատ պարզ տեսանելի է, որ ոչինչ չեն արել։ Այսինքն կառավարիչին փոխելը դառնում է արդեն օբյեկտիվ։ Ավելի կարևոր է, շատ կարևոր է դառնում ղեկավարը այդ ճանապարհները կառավարող ով պետք է լինի։ Մեղրին էլ նույն խնդիրն ունի, այդ մեկը դորը քանի որ այն ժամանակ եւ որ տրվել էր Ռուսաստանին աշխատող չէր, ուրեմն նրանք հանց չեն արել այդ մասը։ Հիմա այդ մասը խնդրու առարկա է, ռուսներին կապ ունի թե կապ չունի։ Դա էլ իրավաբանական խնդիր է, որ տեսնենք մենք այս Թրամփի ուղին, որ խոսում ենք, որ Մեղրիի տարանցիկ ճանապարհն է Ադրբեջանից դեպի Նախիջևան, այս փոքր կտորը ներքևումը, այս Մեղրիի ճանապարհը, որ եթե կառուցվելու է, ով պետք է կառուցի եւ ում պետք է պատկանի դա։ Հայաստանի տարածքով է, Հայաստանի ներսոյանի երկաթգծերն են Հայաստանինն են, բայց նրանց աշխատեցնելը Ռուսաստանն է անում։ Նա էլ Հայաստանինը կլինի, բայց աշխատեցնել այս անգամ պետք է TRIP-ի ղեկավարող կազմակերպությունը լինի, քանի որ դա TRIP-ի հիմնական մասը դա է։ Իսկ մյուսները արդեն կլինեն մեր վերահսկողության տակ։ Եթե մենք ենք։ Պարոն Գալստյան, հասուն այս փոքր ճանապարհը, որ կրճատում է գրեթե 4 անգամ այդ երթուղին, ինքը պետք է լինի Իջևանից Երևան, Ղազախից գալիս է Իջևան, Իջևանից գալիս է Դիլիջան, հետո երկու մաս է բաժանում, Դիլիջանից կարող է գա Երևան, Դիլիջանից կարող է գնա Վանաձոր, եւ ընդեղից ուղղակի Գյումրի եւ Կարս։ Եվ Գյումրիից մի արդեն Թուրքիա։ Արդեն Թուրքիա։ Սա անգիծն է, որի մասին մենք խոսում ենք, որ պատրաստ ենք տալու եւ պատրաստ ենք համագործակցելու, բայց այսը բավականին կարճ ժամանակահատվածում։ Այս մյուսը ավելի կարճ ճանապարհը Վանաձորի միջոցով են դա։ Թունելի մասին խոսեցիք, այդ թունելի վիճակը ինչպիսին է։ Ես չգիտեմ ինչ վիճակի, բայց կարող եք պատկերացնել 20 տարի չգործածվող, չմաքրվող թունելի վիճակը ինչ կարող է լինել։ Չգիտեմ այդով փլուզումներ կան, չկան, մաքրելա պետք է այլն, բայց այնտեղի երկաթգիծը կարելի է վերականգնել։ Իսկ ավտոմոբիլային ճանապարհը ինչ վիճակ, ինչ է առաջարկում, այստեղ պարոն Գալստյան, ինչ երկաթգծերի մասին ենք խոսում, բայց ավտոմոբիլային ճանապարհը մի քիչ ավելի բարդ խնդիր է,
ճանապարհը կա, ճանապարհները ամենտեղ կան, բայց արդյոք հայ քաղաքացին, Հայաստանի քաղաքացին կցանկանա Նախիջևանով իր ավտոյով ճանապարհը գնալ։ Գնաց կամի դեպքում ավելի անվտանգ է։ Ադրբեջանցին էլ կցանկանա Հայաստանի միջով անցնել ճանապարհով գնալ, երթևեկ ունենա, թե չէ։ Դա հոգեբանական խնդիր է, որ մենք պետք է աստիճանաբար բարի դրեացիական հարաբերությունները ստեղծելուց հետո այդ տրամադրությունները աստիճանաբար ստեղծվի ժողովրդի մեջ։ Ես կարող եմ իմ անձնական փորձով ասել, որ Պարսկաստանում, ես 60-ականներին, երբ որ Պարսկաստանում էի ապրում, Պարսկաստանի ծնկերներով գնում էինք դեպի Եվրոպա ավտոյով։ Թեհրանից ավտո նստում էինք Թավրիզ, Թավրիզից գնում էինք դեպի սահմանը, Բազարգան, ընդեղից Վան եւ այլն, ընդեղ մինչեւ Ստամբուլ եւ Եվրոպա։ Պարսկական ավտոները, որ Թուրքիայի տարածքով անցնում էին, գյուղերի միջով անցնել, երեխաները քարկոծում էին։ Այսինքն ապահով չէր անցնել այնտեղ, պետք է արագ քշելով անցնեինք, որ մի բան չվնասեին։ Այսօր, եթե նույն գյուղի մեջից անցնում ես, կանգնացնում են, հրավիրում են, այդտեղ հյուրանոց ունենք, լավ հյուրանոց ունենք, ճաշարան ունենք, եկեք մնացեք, համեցեք ճաշեք եւ այլն եւ այլն։ Նույն ժողովուրդն է, երկուս կողմն նույն ժողովուրդն է։ Հոգեբանությունը փոխվել է, ժողովուրդը երբ որ հարաբերվել է իրար հետ, տեսել եք նա էլ մարդը վատն ունի, լավն ունի, մենք էլ մարդ ենք, մեր մեջ էլ լավն էլ կա, վատն էլ կա։ Ուրեմն դու պիտի կարողանաս հարաբերվել պարզապես։ Հարաբերությունը կտրելը շատ հեշտ է։ Հարաբերությունները թշնամական դարձնելը հեշտ է։ Ավելի բարի դրացիական դարձնելը ամենադժվար գործն է։ Եվ հիմա այդ երկաթգծերի վերակառուցումը պարտադիր է, որտեղ ինչպես նաև վարչապետն է ասում, դրանից է կախված նաև մեր տնտեսական զարգացումները, արտաքին հարաբերություններում այս կարգավորումները։ Երկաթուղին Զանգիլանից մտնելու է Մեղրի, վարչապետի ասած հայտարարությունն եմ ես ընթերցում, Մեղրիից մտնելու է Նախիջևան, այսինքն Օրդուպարտ եւ այլն։ Միջազգային կոնտեքստում շատ կարեւոր է, թե ինչպես է շարունակվելու այդ երթուղին։ Սա ինչի մասին է խոսում։ Այս երթուղինը, որ ես ցույց եմ տալիս, տեսեք, այստեղ Մեղրիից գալիս ճանապարհը Մեղրիով անցնում է, Ադրբեջանից մտնում է դեպի Շուվանիձոր եւ այլն շրջանը, տեղում Մեղրիով անցնում է գալիս դեպի Օրդուբադ, հետո Նախիջևանի տարածքով անցնում է այս մեկտոր ճանապարհը մինչեւ Հայաստանի սահմանից մինչեւ Երասխ։ Հետո Երասխում այդ նույն ճանապարհը մտնում է Հայաստան։ Հայաստանի գնացքում երկաթուղներով պետք է անցնի, որ գնա մինչև Կարս, մինչև Գյումրի եւ Կարս։ Այստեղ վերահսկողությունը փաստորեն այս մեկը դեռ վերին մենք ենք վերահսկողը, իսկ այն մասը որ անցնում է Երասխից մինչև Օրդուբադ կոչեցյալը, այդ շրջանը Ադրբեջանի Նախիջևանով է անցնում։ Նրանք են պատասխանատուն դրան։ Այստեղ ինչ որ ռիսկեր կան, պարոն Գալչյան։ Հետո նրանք նորից մտնում են Հայաստանի տարածք, սել նորից Հայաստանն է պատասխանատուն։ Ռիսկերը դրան են վերաբերվում, թե ժողովուրդը ինչպես է վերաբերվում։ Երբ որ գնացք է, գնացքի մեջ ժողովուրդը եթե նույնիսկ մարդ է գնում այդ գնացքով, առաջին ապրանքատարներն են լինելու հիմնականում, սկզբնական շրջանում գոնե։ Եթե մարդատարն է լինում, գնացքը փակված է, դրսից ոչ մեկը մտնում է, ոչ ներսից դուրս է գալիս։ Դա հեշտ է ընդունելը, հեշտ է ուրիշի տարածքով այդ ձևով անցնելը։ Իսկ երբ որ ավտոմոբիլը արդեն տարբեր է։ Ուրեմն այդ գնացքները հանգիստ կարող են ընդեղով անցնել Հայաստանի ճանապարհով Հայաստանի վերահսկողության տակ, Նախիջևանում Ադրբեջանի վերահսկողության տակ, վերադառնալով երախից մտնելով Հայաստան, կրկին Հայաստանի վերահսկողության տակ, մինչև հասնել Թուրքիա։ Դա հեշտությամբ կարելի է ընդունել տալ։ Եվ նույն ուղղությամբ հետադարձնել։ Եվ հետադարձը նույնպես, եթե Բաքուից դեպի Միջին Ասիա, Կենտրոնական Ասիա։ Եվ այստեղ ընդհանրապես պետք է վերականգնվել այն հատվածները, որոնք չեն գործում, եւ ամրագրել վերահսկողությունը։ Այո։ Հայաստանի Հանրապետության սուվերենություն, որտեղ տեսնում եք, չէ՞, ընդդիմությունը այս վերափոխումների, վերադասավորումների հետ կապված շատ
տարակուսում է։ Ես այս քարտեզը կուզեմ ցույց տալ, որ Եկեք մենք այդ քարտեզին անդրադառնանք կարճատև գովազդային դադարից հետո ես ասեմ, որ արդեն հեռախոսազանգերել ունենք, ընթացիկ կլսենք նաև մեր հեռուստադիտողին։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Գալչյան, մեկ հեռախոսազանգի պատասխանենք, որից հետո ձեզ չընդհատեմ եւ շարունակենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես խնդրում եմ ինձ չընդհատեք մինչև հարցերս ավարտեմ։ Ես պարոն Գալչյանին ծանոթ եմ 70-ական թվականներից։ Եվ պարոն Գալչյան, այսպեսի մի հարց։ Տաուշի սահմանագծման ժամանակ դուք ներկայացնում եք 1975-76-91 թվականների քարտեզները, որ ապացուցում եք, որ այդ քարտեզները ճիշտ են, դրանով պետք է սահմանագծվի։ Բայց դուք ասում եմ գիտեք, որ 1926 թվականի քարտեզով այդ անկլավները եւ այդ գյուղերը պատկանում են Հայաստանին եւ Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 31000 քվառակուսի կիլոմետր։ Երկրորդ, դուք որպես քարտեզագիր պետք է նաև իմանաք, որ ազգերի լիգայի
1920 թվականի դեկտեմբերի 10-ի աստղի քարտեզով Հայաստանի տարածքը կազմում է 70,551 քառակուսի կիլոմետր, որը հաստատվի կարող է դառնալ 214,000 քառակուսի կիլոմետր, որտեղ ուդրովությունը իրականացնել իրավարար վերջեր։ Ինչու է դուք կիսաճշմարտությունը պատմում այդ տարածքի սահմանագծման ժամանակ ժողովրդին չեք տեղեկացնում, որ Հայաստանի տարածքը 31,000 քառակուսի կիլոմետր եւ անկլավները այնտեղ գոյություն չունեն։ Դա շնորհակալ եք զանգի համար, ամեն դեպքում դա սա հերոստատիտողի կարծիքն է, պարոն Գալչյան, Ես այո պատասխանը դամ իմ գրած գրքերում եւ գրականության մեջ ամեն տեղ ես նշել եմ, որ Հայաստանի տարածքը 1926 ըստ 1926-ի խորհրդային քարտեզների 30,948 քառակուսի կիլոմետր է։ Այդտեղ էլ անկլավներ գոյություն չունեին եւ այդ տարածքները, որ ապագայում 1200 քառակուսի կիլոմետր որ Հայաստանից տրվեցին Ադրբեջանին, նրանք որ հիմնականում այդ Սևանա լճի ալ լճերի մոտի գտնվող տարածքներ, Սև լճի մոտ գտնվող 500 քառակուսի կիլոմետր տարածքներ եւ այլ կտորտանք Հայաստանից որ ռուսապան տրվեցին Ադրբեջանին, դրանք այդ 26 թվականի քարտեզներում բոլորը Հայաստանին են պատկանում։ Ես այդ բոլորն արել եմ, բայց երբ որ խորհրդային կարգերն եկավ, հետո ցույց եմ տվել ինչպես են մաս-մաս Հայաստանի սահմաններից մասեր տրվել, եւ երբ որ խորհրդային շտաբը սկսեց քարտեզներ գծել եւ 1936 թվականին առաջին անկլավները հայտնվեցին Տավուշում եւ 1939-ին Տիգրանաշենը հայտնվեց անկլավների շարքում, նրանց դեղ բողոքներ չեղան, երկկողմ ընդունեցին, միանք դրանք ոչ մի որոշում չի տրվել ժողովուրդ իշխանությունների կողմից, պարզապես զինվորական քարտեզները գեներալ շտաբը որոշել է, որ այդպիսի անկլավներ պիտի տանք Ադրբեջանին, խորհրդային որոշումն է, խորհրդային շտաբի քարտեզներում դրանք երևացել են եւ մնացել են։ Ժամանակին էլ ձեզ ասեմ, որ այդ բոլոր քարտեզները, որ 70-ական թվականներից մինչև 80-ական թվականները տպագրվել են, բոլորը խորհրդային ընդհանուր շտաբի պատրաստած քարտեզներն են, 125,000-րդ եւ դրանք երկկողմ վավերացվել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների կողմից։ 26 թվականների քարտեզների 26 թվականի քարտեզը 26 թվականի քարտեզից հետո այդ հողամասերը որ տրվեցին Ադրբեջանին, օրինակ ձեզ ասեմ, Գորիսում այդ հողամասերի բաշխողերի բաժանված հանձնախմբի մեջ էր Աքսել Բակունցը, որ քանի անգամ հրաժարվեց ստորագրել են որոշումները, որ այս տարածքները պետք է Ադրբեջանին են տալիս։ Ինչ եղավ Բակունցի հետ, մյուս տարի բանտարկվեց, հաջորդ տարին գնդակահարվեց բանտում։ Այդ խորհրդային որոշումներին դեմ կանգնողների ճակատագիրը այդպես էր կամ Սիբիրով էր վերջանում նրանց։ Այսինքն ոչ թե դուք ինչ որ սխալ տեղեկատվություն եք տվել, այլ իրականությունները բացատրել եմ հասնելով այնտեղ, որ երբ որ Ալմատիում որոշվեց, որ խորհրդային շտաբի քարտեզներով ենք մենք անկախանում, սովետական շտաբի քարտեզները այդ էին ցույց տալի։ Մենք չենք կարող գնալ 26 թվականի քարտեզի վերել, կարող ենք պահանջ ներկայացնել, բայց արդեն վավերացված քարտեզներ ունենք երկկողմ ժամանակի իշխանությունների կողմից, որ խորհրդային շտաբի քարտեզներն են դրանք։ Պատճառը դա է։ Եվ շարունակենք պարոն Գալչյան երկաթգծի հետ կապված, փաստորեն եթե ամփոփենք առաջի երկու քարտեզները, մենք հնարավորություն ունենք 4 անգամ կրճատելու երկաթգծի ճանապարհը, փաստորեն Ադրբեջանից Թուրքիա։ Այդ հատվածը։ Հիմա Գանց հիմնական այդ խնդրին, որ Մեղրիի ճանապարհի մասին է հիմնականը, որը ամենահեշտն է Ադրբեջանը Նախիջևանին կապողը, բայց ամենահեշտը չի Բաքվից մինչև Թուրքիա հասնելը, որտեղ նրա համար ինչպես ասացի առաջին մասում, Իջևանի, Դիլիջանի եւ Գյումրիի այդ տարբերակները կան ճանապարհի։ Բայց կանք Մեղրիի վերաբերել։ Տեսեք, այս կարմիրը Հայաստանի սահմանն է, Ադրբեջան այս կողմ, Նախիջևան այս կողմ, այստեղում եթե ուշադրություն դարձնեք, Մեղրի մոտով անցնող երկաթգիծը, տեսեք, ամբողջ սև սպիտակ գիծը երկաթողագիծն է,
ամբողջ անցնում է Հայաստանի ներքին տարածքով, Հայաստանի սուվերեն տարածքով, ինքնիշխան տարածքով, ուրեմն Հայաստանին է պատկանում այդ երկաթգիծը։ Եթե Ալիևը դրա անունը դնում ուզում էր դնել Զանգեզուրի միջանց, դա մեր երկրի տարածքն է, նա իրավունք չունի մեր երկրի անունը դնելու, անուն որոշելու մեր ճանապարհի համար։ Նա կարող է այդ մասը, որ իր երկրումն է անցնում, այդ մեկտոր ճանապարհը ստեղ, դա Ալիևի ճանապարհ ուզում է միջանց խարկի, ինչ ուզում է դնի դրա անունը, ուզում է Ստալինի ճանապարհ դնի դրա անունը։ Դրանը մենք որոշենք ինչ ենք անում։ Սա Զանգեզուրի տարանցիկ ճանապարհն է, որ Ադրբեջանին միացնում են Նախիջևանին եւ մեր տարածքով անցնում։ Հետաքրքիրն է, որ երբ Ադրբեջանը սրա մասին խոսում էր, մենք երկար խոսեցինք, որ Զանգեզուրի միջանց գոյություն չունի եւ այլն, Զանգեզուրով անցնող ճանապարհ կարող է միայն լինել։ Հետո օգոստոս 8-ին այդ համաձայնագրի եւ նախաստորագրվեց, այսպես ասած, այդ միջանցքի անունը գոյություն չունի։ Առաջի երթին ասում Ադրբեջանը եւ Հայաստանը իրենց տարածքների ամբողջականությունը ճանաչում են։ Այսինքն, եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքի ամբողջականությունը, երկաթգիծը, որ այդ տարածքի մեջով է անցնում, Հայաստանինն է։ Հետո խնդիրն է, որ պարոն Ալիևը իր երկրում իր ժողովրդի համար իրեն ավելի ճշգրիտ խոսող, ճիշտ խոսող դարձնելու համար հայտարարություններ է անում, որ ցույց է տալի քարտեզ է պատրաստում, այս իրենց պատրաստած քարտեզը անցյալ աշնան նոկտեմբերին, որ նույնպես Մեղրիի ճանապարհն է այստեղ, իհարկե մեկ քիչ քարտեզը պարզ չի, գիծը որտեղից անցնում, սահմանը որտեղն է, դիտման պետք է ծեր եւ անունի քարտեզի անունը դրել Զանգեզուրի միջանցքը։ Հիմա Զանգեզուրի միջանցքը Ալիևը եթե այդ անունը դնում է, իրավասու չի այդ գործը անելու։ Մեր ընդդիմությունը ցավոք սրտի, որ ազգային ժողովում նստած էր, դեռ պետք է խնդիր բարձրացնել։ Տեսեք, եկեք Ալիևը այս գործն արել է, անունը դրել է Զանգեզուրի միջանցք էս քարտեզի։ Եկեք մենք պաշտոնապես բողոքենք պարոն Ալիևին, թե ինչու է իր ստորագրածին հակառակ գործ անում։ Եվ միասնաբար ընդեղ իշխողների իշխանության հետ միասին այդ գողը ներկայացնեին Ալիևին։ Դրա փոխարեն մեր ընդդիմությունը ցավոք սրտի մեկ մաս ընդդիմությունից գոնե այս քարտեզը բազմացրեց, ամբողջ Հայաստանով ծրեց, հայտարարել է, որ չնայած որ ստորագրվել է, որ Հայաստանը ինքնիշխան տարածք Ալիևը ընդունել է, բայց միջանցքը մենք տալիս ենք Ադրբեջանին, Զանգեզուրի միջանցքը։ Մենք ոչ թե տալիս ենք, ընդդիմությունը ինքը անուն է փոխում։ Մենք տալիս ենք տվել ենք Ադրբեջանին արդեն։ Դա ճիշտ գործ չի ընդդիմությունը պիտի կառուցողական փոփոխություններ հակահայաստան գործունեություն։ Դա ես կարող եմ միայն ասել։ Պարոն Գալստյան, փաստորեն ուղղությունները մենք քննարկեցինք, որ ուղղությունը կա, որը նորից կարևոր է, որի մասին չեն խոսում, երկաթգծի հետ։ Խոսում է, բայց քիչ է խոսում, ինչպես ասացի, այդ Հիսուսի ճանապարհն է, որ Ղազախից, Ադրբեջանից, Բաքվից գալիս է Ղազախ քաղաքը, Ղազախից անցնում է Իջևան, Իջևանից հասնում Դիլիջան, Դիլիջանով, որ մենք 20 կիլոմետր երկաթգիծ կարողացանք գնում ենք Վանաձոր, Վանաձորից Գյումրի, Գյումրիից Կարս։ Ամենակարճ ճանապարհն է տարանցիկ Հայաստանի միջով անցնելու համար եւ երկկողմ, թե այս կողմից դեպի արևելք, թե արևելքից դեպի արևմուտք, արևմուտքից դեպի արևելք։ Եվ 800 կիլոմետրի փոխարեն համենի 200 կիլոմետրի մոտ կդառնա այդ ճանապարհը։ Դա պետք է ես կարծում եմ, որ առաջնակարգ առաջի հերթին դրանք պետք է որոշվեն այդ գործերն անել, կառուցելը այդ գծերը։ Հետո խոսում ենք մենք թրիփի ուրեմն այդ մայրով ճանապարհի մասին, որը ստեղել է ճանապարհը ցույց է տալի։ Մի բանը, որ ինձ մի քիչ երկմտեցնում է, որ սահմանազատումը եւ սահմանագծումը, որ արվում է, խոսք սկսվեց Տավուշի թե խնդիր շատ ուներ այնտեղ, թե մեր համար թե Ալիևի համար խնդիրներ կային, լուծվեց մի 12 կիլոմետրը սահմանազատվեց, սահմանագծվեց, 1000 կիլոմետրից 12 կիլոմետրն եղավ, մոտ 180 կիլոմետրը ըստ պաշտպանության նախարարության
խնդիր չկա, մենք գիտենք սահմանը որտեղ է, Ադրբեջանը գիտի, կանգնած են նույն սահմանին եւ իրարու էլ զորք չկա դեմ դիմաց կանգնած սահմանապահներն են։ Շուրջ 180 կիլոմետր, ասենք շուրջ 200 կիլոմետրը կարելի է հեշտությամբ այդ գործն անել։ Բայց ես երկմիտ եմ, երբ որ ուզում ենք 3PS ճանապարհը կառուցենք, երկաթգիծ կառուցենք վերականգնենք։ Մեր սահմանը Ադրբեջանին որտեղ է, Նախիջևանում եւ մյուս ծայրում Ադրբեջանի հետ, որ գծով է անցնում մեր սահմանը։ Որտեղ է։ Այստեղում էս երկու տեղ է։ Ես կարծում եմ, որ սահմանազատումը եւ սահմանագծում առաջի հերթին պիտի գանք այս 5-10 կիլոմետր այստեղ եւ այնտեղ դրանք որոշենք, որ սահմանը որտեղ է։ Որ կարողանանք անցակետը մենք այդ սահմանի գծի մեկ կողմում սարքենք, Ադրբեջանի մյուս կողմում։ Մաքսակետը նույնպես երկու կողմ սարքել, թե Ադրբեջանի եւ Հայաստանի, թե Նախիջևանի եւ Հայաստանի։ Այդ սահմանազատումը ես առաջարկել եմ եւ Մամեդ Եղիմաններ խոսում են, որ պետք է արագ կատարվի դա, որպեսզի կարողանանք այդ միջանցքը, միջազգային այդ միջանցիկ ճանապարհը բացել։ Միջանցք անուն չդնենք, միջանցիկ ճանապարհն ասեմ բացենք։ Գիտեք ինչ է, բավական խոսվեց այդ արդիվ, բայց ճանապարհը չես կարող բացառել։ Եթե ուզենք ամբողջ սահմանազատումն անենք, Տավուշից սկսենք, հասնենք մինչև այստեղ, կարող է 10 տարի, 20 տարի տևի, որովհետև մեջտեղում կան տարածքներ, որոնց վրա Հայաստանի մայրուղին Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանն է։ Ինքը մայրուղին։ Մտավախություն ունեք, քանի որ մեր դիրքերը մի փոքր թույլ են, Ադրբեջանին ավելի ուժեղ։ Ես այս օրերին մտավախությունս աստիճանաբար փարատվում է այդ տեսակետից, որովհետև տեսել եմ, որ մեր բանակը ինչպիսի պաշտպանական միջոցներ է կառուցել, ես անձամբ եղել եմ այդ բունկեր կոչեցյալները, բանկեր անգլերենով, ինչ հսկայական կառույցներ են, ինչ ամուր կառույցներ եւ ոչ ոք չի կարող դրանք շրջանցել անցնել Հայաստան։ Շուրջ 30-ը դրանցից են կառուցում եւ այդ տեսակետից առաջադիմություն ենք մեր ռազմական ուժի տեսակետից էլ մեծ առաջադիմություններ ունենք եւ ինքներս արդյունաբերություն ունենք ռազմական արդյունաբերության որոշ մի փոքր տոկոսներ նույնիսկ վաճառվում է արտասահման արտահանվում է Եվ քանի ունենք այս հնարավորությունները, պետք է ավելի արագ գործել եւ Ադրբեջանը հեշտությամբ չի նայի Հայաստանին, որպեսզի մի հատ թույլ երկիր հարձակվի, իրեն շատ ծանր կվերջանա։ Իր վերջի հարձակումը, որ եղել է Հայաստանի վրա, Ջերմուկի շրջանն էր։ Ջերմուկի շրջանում մի քանի կիլոմետր առաջ եկան, հարձակվեցին, մերոնք, այո, նստեցին, մրանք որտեղ չէին ուզում պատերազմ հրահրել, այն ժամանակ դեռ այդ ուժը մենք վստահ չէինք մեր վրա այդքան, բայց արհեստական բանականությունից օգտվելով մեր բանակը կարողացավ Ադրբեջանին հսկայական վնասներ տալ։ Ըստ տվյալների շուրջ 200 ադրբեջանցի զոհվեց, այդտեղ մոտ 20-30 հայ։ Այդ հսկայական թիվը պարտական ենք արհեստական բանականության ծրագրավորումներին։ Եվ մեր Պաշտպանության բանակը օգտվեց դրանցից։ Եվ այսօրվա օրը, որ ավելի դրանց քանի տարի անցել է, մենք ավելի զարգացած ենք Ադրբեջանին այդ տեսակետով, քան Ադրբեջանն է։ Հարգելի հայրենակիցներ, ու Անտապանակրկի եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Ռուբեն Գալչյանը։ Պարոն Գալչյան, եթե ամփոփենք այս մեր առաջի հատվածը, փաստորեն այս ընթացքում երկաթգծի հետ կապված խնդիրները վեր բարձրացվեցին, թե մասնագետների կողմից, թե երկրի իշխանությունների կողմից, հիմա մնում է հատիկ առ հատիկ այդ խնդիրներին լուծում տալ։ Պետք է մի տեղից սկսել։ Այդ տեղը որտեղից պետք է լինի, կարևոր հատվածը որն է։ Ես կարևոր եմ գտնում եմ, որ սահմանազատումը երասխի եւ երասխի ոչ Մեղրիի երկու ծայրերը դեպի Ադրբեջան եւ դեպի Նախիջևան գտնվող այդ սահմանազատում առաջի հերթին պետք է դարձնել։ Անցակետերը նշանակել եւ ասել, որպեսզի երկու կողմը իմանան իրաց անցակետը որտեղ է, որտեղ պիտի կառուցվի։ Գիծը կա, բայց անցակետը չկա, պիտի կառուցվի։ Դրանք է ամենակարևորը։ Հետո
վերադառնալ տեսնենք մեր եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերությունը այս երկաթուղարգծերի ղեկավարելու տեսակետից ինչ է լինում։ Պիտի մետեղ հասցնենք դրան, որ կարողանանք հետո լիարժեք կարողանանք մենք ենք ղեկավարել իմանանք ինչպես ենք անում։ Վարչապետը շատ զգուշությամբ այդ մասին խոսեց։ Բայց բարձրաձայն է։ Զգուշությամբ խոսվել է, բայց որովհետեւ շատ այսօր ցանկություն չկա որ Ռուսաստանին որպես թշնամի նայելու Ռուսաստանին պետք է նայենք որպես մեր հարևան ոչ թշնամի ոչ բարեկամ մեր հարևան որպես եւ այս ճանապարհները եթե կառուցին դրանք էլ օգուտ կունենան դրանք էլ կարող են այս ճանապարհով հասնել ուղղակի դեպի Պարսից ծոց Հնդկական օվկիանոս դա իրանց համար շատ կարևոր է Աֆղանստանի խնդիրը դրանից առաջացավ Աֆղանստան ուզում էին որտեղ այնտեղից կարողանան հասնել դեպի Պարսից ծոց Նա չեղավ, հիմա այս մեկը տարբերակ է, որ նրանց խաղաղ ձևով կարող են այդ գործը անեն, եթե երկրորդ Պարսկաստանը իր խնդիրները լուծի, խնդիրների առաջ չկանգնի, նոր խնդիրների, բայց այդպես է։ Հետո ինձ թվում է, որ ամենակարևորներից մեկն է Դիլեջանից դեպի Վանաձոր գնացող ճանապարհի գնացքի գիծը անպայման պետք է շտապ կառուցել։ Անպայման շտապ կառուցել, որովհետև շատ կարևոր ճանապարհ կլինի համար։ Դերևս Ադրբեջանը շատ ցանկություն չունի, որտեղ միջազգային գնացքները եթե կան մտնեն 100 կիլոմետր, 200 կիլոմետր Նախիջևանը հասնել են, կողմից էլ մի 300 կիլոմետր անցնել մինչև Բաքու հասնեն, հարկեր է ստանում այդ տարանցիկ ճանապարհները։ Այս մասին Ադրբեջանը իր հարկերը մեծ ձեռքից կտա, մենակ մեկը տորը կմնա Բաքվից մինչև Ղազախ։ Այդ ձեռը բանը կնի։ Հետո մենք խնդիրներ կարող ենք ունենալ մեր հարևան Վրաստանի հետ, քանի որ Վրաստանի տարբերակ այսօրվա համարյա միակն է, որ դեպի հյուսիս, դեպի Սև ծով է գնում, դա կվերանա։ Մենք ազատ կլինենք Թուրքիայի միջոցով այդ գործն անելու, ազատ կլինենք կուզենք մեկ մասը Վրաստանի միջոցով, մնացած Թուրքիայի միջոցով անելու, Պարսկաստանի միջոցով էլ նույնիսկ կարող ենք ճանապարհին հաստատ միանալ Թուրքիային եւ այդտեղ մեր հարևան Վրաստանը կարող է իր ֆինանսական եկամուտը կպակսի դրա տեսակետից դրա համար շատ ուրախ չլինի որ մենք այդ գործն անենք բայց մյուս երկրները կարծում եմ որ ամենը միան կշահեն Կարծ Դիլիջու Նախիջևան նոր երկաթուղու կառուցման մասին ինչ կասեք, եթե Փաշինյանը պնդում է, որ դա կարող է նոր մրցակցություն ստեղծել մեզ համար։ Մրցակցություն ստեղծել դրական մրցակցություն, վալի կարճ ճանապարհ կառաջարկենք դեպի արևելք արևմուտքին միացնելու համար։ Մի քանի 100 կիլոմետրով ավելի կարճ ճանապարհ, դա ամենահեշտն է, ամենադյուրին ճանապարհն է լինելու։ Եվ հաստորեն գործնականում քննարկվում են մի քանի ուղղություններ ամենակարևորը ըստ Մեղրին է, առաջին հերթին եւ երկրորդը Իջևանից դեպի Գյումրի, Գյումրիից Թուրքիա, այդ ճանապարհը մեկ մասը կա աշխատում է այսօր Գյումրիից մինչեւ մոտավորապես Դիլիջանին մոտեր ընդեղից անցնում է գնաց, Վանաձորից անցնում է Թբիլիսի գնացող երկաթգից այսօր Վանաձորից անցնում Թբիլիսի, Վանաձորով է անցնում, այդ Վանաձորը պիտի Դիլիջանին միացնել, Դիլիջանում էլ գնացքը գիծ կա Միացնելու հետ կապված մենք այդ հնարավորություններ ունենք, մասնագետներ ունենք, թե մասնագետները, շինարարները, ինժեներները, բանակ բոլորը ունենք, որ կարողանան ճանապարհ դնել։ Գնացքի գիծը դնելու համար հատուկ սարքավորում, հատուկ գնաց իրանք ինքնավար գրասկներ են պետք, որ գիծը սարքում է դնում է եւ այլն։ Դրա մասնագետը կարող են չունենալ, բայց դրանք հեշտությամբ ժամանակավոր գալիս են մի քանի ամսով պիտի կան գործ անեն գնան։ Իսկ դրանք պայման պետք է լինեն Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ, թե կարող են դա միջազգային, դա ինչպես որ հյուսիս հարավ ճանապարհը միջազգային տենդերի դրվեց եւ շահողներն եկան սկսեցին աշխատել, պարսիկ ընկերություններ կար մեջ դրանց։ Նույնը կարող են նրանք ընդեղել անել։ Այնպես որ միայն ունեմ քաղաքական կամք եւ սկսել այս աշխատանքները եւ որոշում իշխանությունները մի քիչ զգուշավոր են, իրավունք էլ ունեն դիվանագիտության մեջ շատ խստի կտրուկ փոփոխություններ անելը ճիշտ չի, աստիճանաբար պիտի ամեն ինչը կատարվի բանակցությունների բաների արդյունքով, բայց ես կարծում եմ, որ մեր ցանկացածը մենք պիտի բարձորեն հայտնենք, հայտարարենք եւ մասամբ այդ կատարվում է։ Արդեն մեր որոշումները, մեր ցանկությունները հայտնում ենք։ Հատկապես վերջի անգամ որ
Մոսկվայի հետ խոսակցություններ եղավ Մոսկվայում Կրեմլում այդ խնդիրների մոտ մեր ներկայացուցիչները խստիվ միակողմանի իրենց կարծիքը հայտնեցին առանց քաշվելու։ Պարոն Գալչյան, միջև ընտրությունների ինչ կարող են անել, թե կմնա դա այս ամեն ընտրություններից հետո։ Գիտեք ընտրություններին այժմ շատ ահագին խոսք է գնում ես մեր ծանոթներից Եվրոպա ապրող ծանոթներից միտեմ, որը կազմակերպությունների անուններ են հավաքում, որ ձեզի կուղարկենք Հայաստան գնաք այնտեղ ընտրություններին մասնակցեք կամ մեր ուզած մարդկանց համար քվեարկեք վերադառնաք, բայց ընտրությունը վերջապես օրենք ունի, ես որ տանը ստեղում նստած եմ, ձերից մեկ ամիս առաջ թուղթ է գալիս, որ ծանոթությունը գալիս է, որ այսինչ տեղամասումն է քո անունը լինելու, քանի որ ես արձանագրված եմ, ես այդ բնակարանը ես ապրում եմ այդտեղ իմ անունը կա դրա վրա։ Այդտեղում ծանոթությունն ուղարկում են, այդտեղ ծանոթություն պետք է ունենաս։ Եթե Եվրոպայից, Ամերիկայից, Մոսկվայից գալիս ես մեկ շաբաթով Երևան, չես կարող հայկական պասպորտով ասես ես ազնագիր ունեմ քվեարկելու։ Ընտրությունը Հայաստանի Հանրապետության տեսեք, ինչքան էլ մենք հարգենք մեր սիրելի հայրենակիցներին, որ հայաստանցի են եղել, գնացել են, որոշ արդար պատճառներով հեռացել են երկրից, հիմա ապրում են Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ այլն, նրանք իրենց ապրուստ ունեն, իրենք քվեարկում են այդտեղ իրենց երկրի իշխանությունների համար։ Նրանք իրավասու չեն որոշելու Հայաստանում բնակվողը ինչ իշխանություն ունենա։ Հայաստանում բնակվողը ինքը պիտի որոշի ինքը ինչ է ուզում։ Ընտրություններին գնալը պարտադիր է։ Պարտադիր է։ Մենք հեռախոսազանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ալո, բարեցես, բարեցես պարոն Գալչյան, ողջունում ձեզ հեռավոր լնդելից, պարոն Գալչյան, ես հասկանում եմ ձեր մասնակիցությունը քարտեզագիր է հիմնականում, իմ հարցը մի դիտարկոնի մասին է, որ դուք արեցիք, դուք ասեցիք, որ Ռուսաստանը լավ կլինի, որ Ռուսաստանին տրվի ճանապարհ այս թրիփի տրամաբանության մեջ, որպեսզի նրանք գնան հարավ, դա նրանց նպատակն է, տեսեք պարոն Գալչյան, դուք Միացյալ Նահանգներից լսել եք, որ նրանք համաձայն են, որպեսզի Ռուսաստանը որևէ փայ ունենա կամ որևէ նրան ճանապարհ տրվի։ Ես գիտեմ, որ Ռուսաստանը ցանկանում է դա, բայց Ռուսաստանը փաստորեն արևմուտքի թշնամին է։ Միացյալ Նահանգները մեր սիրունաշիրի համար չէ այդ թրիփը վերցրել, ներդրումներ անում, նպատակը բարձ է վերահսկելն է, որպեսզի Միացյալ Նահանգների թշնամի կամ հակառակորդ ուժերը կարողանան վերահսկել, այլ այդ ճանապարհը չօգտագործեն։ Ինչու պետք է Միացյալ Նահանգները համաձայն լինի, այդ թրիփի հիմնական ներդրողը համաձայն լինի, որպեսզի Ռուսաստանը, որպես հակառակորդ կողմ, կարողանա օգտագործել այդ ճանապարհը դեպի Պարսից ծոց։ Որևէ ազդակ Միացյալ Նահանգներից դուք լսել եք, եւ արդյոք մենք չենք վտանգի այդ թրիփի հարցը, եթե մենք տանք այդ ճանապարհի մի մասը Ռուսաստանին։ Շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներն ու անտապանակրկին եթերում եւ պարոն Գալչյան փորձենք պատասխանել մեր հեռուստադիտողի հարցին։ Արդյոք Միացյալ Նահանգներին թույլ կտան, որ Ռուսաստանը այստեղ ունենա։ Այո, խոսքը Ռուսաստանի մասին։ Ռուսաստանը քանի անգամ ողջունել է, որ մենք այս ասեմ որ թրիփը կամ խաղաղության խաչմերուկը, որ վարչապետները առաջարկել սկզբում, երկուսն են նույն բանն են, տարբերություն չունեն։ Նրան ողջունել է, որ սկսել ենք դրա վրա աշխատել եւ ընդունել եւ այլն, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը իրավասու կլինի որևէ ներդրում ունենալու, ստեղ մեր գործ անելու, հսկելու համար այդ ճանապարհը։ Ես չեմ կարծում որևէ կազմակերպություն, որ այդ ճանապարհը պիտի կառուցի, ասենք Մեղրիի ճանապարհը պիտի կառուցի, պիտի վերահսկի, պետք է ինքն դեղում է ղեկավարության մեջ մաս ունենա, որպեսզի ապագայում եկամուտից իր ներդրումը աստիճանաբար հետ ստանա։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանին որևէ առիթ տրվելու է երբևէ մասնակցելու տեղի շինարարության կամ ղեկավարման մեջ։ Պարզապես Ռուսաստանը կարող է օգտվել, ինչպես բոլոր աշխարհի բոլոր երկրների երկգնացքները կամ հաճախորդները պետք է իրավունք կունենան տարանցիկ ճանապարհով Հայաստանով անցնելու։
Ընդամենը ոչ թե հսկողություն ունենան, ոչ թե իշխանություն խոսք ունենան դեղ ղեկավարելու մեջ, պարզապես կարող է Ռուսաստանն էլ ներից անցնել, ռուսական գնացքել գնա դեպի Բանդարաբաս Պարսկաստան, անցնելով Նախիջևանով, Մեղրիի մոտով, հասնելով ընդեղ ու սահման անցնել։ Այնպես որ այդտեղ մտահոգվելու։ Ես կարծում եմ, որ դիվանագիտությունը ճիշտ գործածելու տեսակետով, այդ տեսակ մոտեցումով, որը քանի որ հիմնականում ԱՄՆ-ի ձեռքն է այդ ղեկավարության հսկողության կարգադրելը եւ այլն, չեմ կարծում, որ Ռուսաստանը առիթ ունենա ղեկավարման կամ գործ անելու մեջ ընդեղից մաս ունենա, պարզապես ռուսական գնացքներն էլ իրավունք կունենան մյուսների նման նույն պայմաններով ընդեղից անցուդարձ անել։ Եվ հարցը այդպիսին էր, Միացյալ Նահանգները արդյոք այդ հնարավորությունը Ռուսաստանին կտա։ Ես չեմ կարծում, Միացյալ Նահանգները առաջի հերթին Ռուսաստանի հաշվին է, որ եկավ այստեղ մի որոշ չափով գործունեությունը լայնացրեց այս տարածաշրջանում։ Նրա ոտքը ավելի թեթևացնելու պատճառով էր, որ եկավ, եւ դժվար եմ տեսնում, թե Միացյալ Նահանգները իրավունք տա որևէ հեգեմոնի, որ կանդեղ ղեկավարության մեջ մասնակցի։ Պարոն Գաչյան, շնորհակալություն եմ հայտնում այսօրվա մեր հաղորդման համար։ Կհետևենք իրադարձություններին, հարկ լինելու դեպքում նորից այս հարթակում կհանդիպենք, որտեղ կարծում եմ ձեր գիտելիքները փոխանցելը բավականին կարևոր են։ Շատ ուրախ եմ, որ հրավիրեցիք, որ գոնե իրականություններից որոշ մասը որ ես հետազոտել եմ տեղյակ եմ, փոխանցեմ ժողովուրդն էլ տեղյակ լինի դրանից։ Եվ տեսնենք ինչ կլինի, արդեն գարունն է մոտենում, գուցե շինարարական աշխատանքները սկսվեն, գուցե ծրագրերը սկսեն քննարկվել եւ ընտրություններն են մոտ, ամեն դեպքում դժվար ժամանակներում ենք փորձենք հանրությանը ճիշտ տեղեկատվություն փոխանցել եւ ինչպես դուք եք ասում մասնակցել ընտրություններին։ Այո, անպայման։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։